Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք միասին տեսնելու ենք ելից 35 և 37 գլուխները, թե ինչպես է սկսվում խորանի, Աստծո շարժական տաճարի իրական կառուցումը։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդիկ իրենց լավագույնն են տալիս Աստծուն։ Մենք շարունակում ենք փնտրել մեկ անձի, Հիսուս Քրիստոսին, ծննդոցից և հայտնություն, որովհետև այս տաճարի ամեն մի դետալը պատմում է նրա մասին։ Աստված ասում է ժողովրդին ընծաներ բերել, կամավոր սրտով, ոսկի, արծաթ, գունավոր թելեր և փայտ։ Տեղի ունեցավ մի զարմանալի բան։ Մարդիկ այնքան շատ բան բերեցին, որ Մովսեսը ստիպված եղավ նրանց կանգնեցնել։ Նրանց սիրտը վառված էր Աստծո սիրով։ Որտեղ է այստեղ Հիսուսը։ Հիսուսը այն կատարյալ ընծան է, ում Աստված տվեց մեզ։ Նա իրեն կամավոր նվիրեց մեր փրկության համար։ Երբ մենք տեսնում ենք նրա սերը, մեր սիրտն էլ է ուզում առատաձեռն լինել ու տալ լավագույնը Աստծուն։ Աստված ընտրեց Բեսելիելին և Օհաղիաբին ու նրանց լցրեց իր հոգով ու իմաստությամբ։ Նրանք պարզապես արհեստավորներ չէին, նրանք Աստծո ներշնչանքով ստեղծագործողներ էին։ Ինչ է սա։ Աստված ամեն մեկիս տվել է տաղանդներ։ Երբ մենք մեր գործն ենք անում Աստծո հոգով, մեր աշխատանքը դառնում է սուրբ։ Հիսուսը մեր ճշմարիտ ճարտարապետն է, ով կառուցում է մեր կյանքը որպես մի գեղեցիկ տաճար։ 37-րդ գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես պատրաստվեց խորանի ամենակարևոր իրերը։ Ուխտի տապանակը, այստեղ էր պահվում Աստծո խոսքը։ Սա Հիսուս Քրիստոսն է, Աստծո խոսքը մարմնացած։ Առաջնորդության հացի սեղանը, սա նույնպես Հիսուսն է, մեր կյանքի հացը, ով կերակրում է մեզ։ Ոսկե աշտանակը, սա նույնպես սիրելիներ, աշխարհի լույսն է Հիսուսը, ով լուսավորում է մեր ճանապարհը։ Խնկասեղանը, սա Հիսուսն է, մեր բարեխոսը, ում աղոթքը միշտ հասնում է Աստծուն։ Այս բոլոր իրերը պատրաստված էին մաքուր ոսկուց, ինչը նշանակում է, որ Հիսուսը սուրբ է և թանկարժեք։ Այսօրվա դասը պարզ է, թանկագիններ։ Աստված ուզում է բնակվել մեր մեջ, բայց նա փնտրում է կամավոր սիրտ։ Արդյոք դու տալիս ես Աստծուն քո ժամանակը և քո տաղանդները սիրով։ Հիշիր, որ Հիսուսը քո կյանքի լույսն է և հացը։ Եթե նա քո սրտի կենտրոնում է, քո կյանքը դառնում է Աստծո տունը։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու իմ կյանքի հացն ես և իմ լույսն ես։ Խնդրում եմ լցրու իմ սիրտը քո իմաստությամբ։ Օգնիր ինձ, որ իմ կյանքը լինի քեզ հաճելի, միտեղ, որտեղ դու կփառավորվես։ Ամեն։ Սիրելիներ, եթե ունեք ձեր կարծիքները, կարող եք մեկնաբանությունների մեջ գրեք, Աստված օրհնի ձեզ, Աստծո կամքով կհանդիպենք վաղը։ Եղեք օրհնված։